Երևանի Լևոն Արիսյանի անվան համար 127 դպրոցը ներառվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառուցվածքում։ Նախաձեռնությունը բուհինն է, կառավարությունն էլ հավանություն է տվել դրան։ Առհասարակ համալսարանական դպրոցների տրենդը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ինքնին տարածված երևույթ է եւ շատ համալսարաններ իրենք ձգտում են միջազգային համալսարանների կողմից ընդունելի որոշակի հանրակրթական ծրագրեր իրականացնեն։ Նպատակն է դպրոցը դարձնել տնտեսագիտական եւ մաթեմատիկական ուղղվածության, պահպանելով հանրակրթական ծրագիրը։ Մտադիր են նաեւ ներմուծել միջազգային կրթական ծրագիր, ստանալով International բակալավրիատ ծրագրի հավատարմագրում։ Աշակերտներն ընտրելու հնարավորություն կունենան, թե որ մեկով սովորել։ Մեր թիրախը առհասարակ վաղ տարիքից տնտեսագիտական մտածելակերպի զարգացումն է եւ ֆինանսական գրագիտության զարգացումն է։ Տնտեսագիտական համալսարանը պարտավորվում է դպրոցը նորոգել ու վերազինել այսպիսի չափանիշներով։ Նաեւ ուսուցիչների համար կազմակերպել վերապատրաստումներ, որ կամավոր ատեստավորմանը նրանք մասնակցեն ավելի բարձր մասնագիտական կարողություններով։ Ինչ վերաբերում է դպրոցի նոր կարգավիճակով գործելու ժամկետներին, տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն ասում է, եթե դպրոցի ծնողական եւ ուսուցչական համայնքը համաձայնեն դասերն անցկացնել երկրորդ հերթով բուհի մոտակա մասնաշենքում, շինաշխատանքները կսկսվեն ու կավարտվեն մինչև դեկտեմբեր։ Իսկ եթե չհամաձայնեն, դպրոցն արդեն որպես տնտեսամաթեմատիկական ուղղվածության կսկսի գործել հաջորդ տարվա սեպտեմբերից, որովհետև աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել միայն դպրոցի արձակուրդների ընթացքում։ Արդեն իսկ այստեղ սովորողները կկարողանան նույն կերպ շարունակել իրենց կրթությունը։ Կադրային փոփոխություններ եւս չեն լինի։ Անձնակազմը ուղղակի դառնում է ՀՊՏՀ ընտանիքի անդամ, որովհետև մենք ուղղակի դառնալու ենք իրավահաջորդը եւ աշակերտներն էլ պահպանելու են բոլոր այն իրավունքները, որոնք սովորելու պահին ունեցել են եւ մեր հանձնառությունն է լինելու այդ իրավունքների լիարժեք իրացման հնարավորության ընձեռումը եւ կրթության որակի բարձրացումը առհասարակ։ Մենք երկբաղադրիչանի ծրագիր ունենք, մեկը առնչվում է բուն ենթակառուցվածքներին եւ կրթական միջավայրին, մյուսը ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացման առհասարակ։ Երևանի համար 127 դպրոցում սովորողների թիվը վերջին տվյալով մոտ 450 էր։ Ուսուցիչներինը 32, մյուս աշխատակիցներինը 23։ Դպրոցի տնօրենն ասում է, միավորման կապակցությամբ վերաբերմունքը դրական է ու կառավարության այս որոշմանը երկար են սպասել։ Իհարկե, սպասելիքները շատ են, առաջնահերթ ֆիզիկական միջավայրի բարելավումն է, իսկ եթե սովորողների մասով, ապա այո, ծնողական հանդիպումների ընթացքում իրազեկել եմ սովորողների ծնողներին, որ այս դպրոցը, Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցը միավորվելու է տնտեսագիտական համալսարանին։ Իհարկե այլ սպասելիքներ էլ ունենք, հավանաբար սա նաև միտված է լինելու կրթության որակի բարձրացմանը։ Կառավարության որոշման նախագծում եւս, որն էլ հավանության է արժանացել, որպես ակնկալվող արդյունք նշվում է, կստեղծվեն սովորողակենտրոն կրթական միջավայր ու որակյալ կրթության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ, միջազգային չափանիշներին համապատասխան, կամրապնդվի բուհ դպրոց կապը։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։